Պարոն Փաշինյան, ամբողջ քարոզարշավը դուք կառուցեցիք խաղաղության օրակարգի վրա եւ հիմա ընտրություններից անմիջապես հետո Ադրբեջանը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, նրանց պատգամավորներն ասում են խաղաղության օրակարգում պետք է օրակարգային հարց լինի նաեւ ադրբեջանցիների վերադարձի հարցը, արդյոք այս խոցույթը երբ կա, չի նշանակում, որ խաղաղության օրակարգը եւ խաղաղության գործընթացը վտանգի տակ է կամ տապալված է եւ ինչու է Ադրբեջանը նոր թափով սկսել այն խոցույթը, որը ինչ որ этаպում կարծես թե նախընտրական այդ շրջանում դադարեցրել է։ Եվ երկրորդ հարցը նիստում դուք խոսեցիք ԵԱՏՄ-ի հետ կապված եւ մի այսպիսի հայտարարություն արեցիք, թե ԵԱՏՄ-ն դեռ ինքը պետք է ասի կա, թե չկա Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքում։ Սա ավելի շատ հիշեցնում է մեզ ՀԱՊԿ-ի հետ կապված գործընթացները, երբ ասում եք, որ ոչ թե մենք ենք հեռացնում ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռանում եւ դա բերեց մի этаպի, երբ որ սառեցվեց հարաբերությունները։ Հնարավոր է ԵԱՏՄ-ի հետ նման սառեցում տեղ ունենա։ Առաջին հետ կապված ես ըստ էության այդ թեմային անդրադարձել եմ նաև խորհրդարանի վերջին նիստի ժամանակ, տեսեք, ինձ համար ակնհայտ է, հիմա օրինակ քննարկվում է, որ նույն Միացյալ Նահանգների Սենատում ձեր ասած թեմայով միջոցառում է լինելու, բայց իհարկե լռության է մատնվում այն, որ ընդամենը 10 օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության, եթե շատ մանրամասների մեջ չմտնեմ, օրակարգ են մտցրել հարց, որը ըստ էության վերաբերվում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը։ Ես էլի ուզում եմ շատ հստակ լինի, հարգելի գործընկերներ, այս հարցը, քանի ազգային ժողովի օրինակ դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի այդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, այդ հայլայն ձևով դա շարունակվելու է, դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Չէ, ես եմ իշխանության, դրա համար ես եմ ասում այս ամեն ինչի մասին։ Եվ ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն։ Եվ չի ունենալու այնքան գործնական կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք եւ այդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում։ Այսինքն ինչ եմ ասում, սա էլի չմեկնաբանվի, որ տենց մեր իշխանություն լինելու լոբինգ ենք անում մենք։ Շատ բարձ պատճառով, մարտիկ օրակարգերով, ես նախորդ մանում էլ ասացի, չէ՞։ Հայաստան դաշինքի առաջնորդը ասում է 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվի Հայաստանի Հանրապետությունը, բայց ինչ պետք է անի։ Այսինքն այդ միայն ընտրություններով չի, բոլոր լսում են, չէ՞, թե Հայաստանում ինչ են խոսում, ինչ է կատարվում։ Ես շատ ուղիղ ասում եմ, Միացյալ Նահանգների դաշնակցական լոբինգը ինչքան այդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են, այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու։ Հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայլային արձագանքներ։ Ընդ որում ես ուզում եմ մեզ բոլորիս բան անել, ուշադրությունը հրավիրել, որ կարա այդ process-ը կարա խնդիրներ առաջացնի։ Եսա պատճառը, որ ես շարունակում եմ պնդել եւ մենք ամեն հնարավոր քայլ ձեռնարկելու ենք, որպեսզի Ղարաբաղի շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվեն, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս տեսլականի օգտին քվեարկել է, սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ դա մենք գնահատելու ենք Հայաստանի ժողովրդին նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ եւ մեր լիազորությունների եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք դա կասեցնելու։ Ցանկացած այդպիսի բան, օրինակ նախընտրական շրջանում ես չուզեցա դրա մասին շատ մանրամասն խոսել, խոսում էր, որ նույն Նախճեվանում ինչ որ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք չէինք ասում Հայաստանում օրինակ ինչ մասշտաբային միջոցառում է տեղի ունեցել դրան նախորդած շրջանում եւ ինչ շեշտադրումներ են արվել եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք ես ելի եմ ասում, ես ուզում եմ ճիշտ հասկանալ, ես ոչ թե մեղադրում եմ ինչ որ մեկին, ոչ թե ես պարզապես ուզում եմ, դուք հարց եք տալիս, ես եւ հանրությունն էլ հետևում է մեր խոսակցությանը, ես ուզում եմ, որ մենք խնդրի կոնտեքստը հասկանանք,
հասկանանք պատճառահետևանքային կապերը։ Ընդ որում ասում եմ, այդտեղ այդ բանն էլ է անիմաստ, ով առաջինը սկսեց, ով երկրորդը սկսեց։ Որտեվ դրա սկիզբն էլ այդ նույնն է, թե գնանք փորձենք հասկանալ Ղարաբաղի շարժումը ոնց սկսեց, ով էր ճիշտ, ով էր սխալ եւ այլն եւ այլն։ Այսինքն ամենամեկնարկի կետը դա չենք գտնի, եթե փորձենք Ադրբեջանի հետ այդ կետը գտնել։ Մենք մեր ճշմարտությունը ունենք եւ հավատում ենք այդ ճշմարտությանը, իրանք իրան ճշմարտությունն ունեն եւ հավատում են իրան ճշմարտությունը։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ պետքա դադարեցնել։ Եվ իմ առաջարկած ռազմավարական գործարքը հենց դրա մասին է։ Հայաստանը եւ Ադրբեջանը պետքա իրար հանգիստ թողեն։ Հանգիստ թողելու ձևը Ղարաբաղի շարժումը չշարունակելը Հայաստանում եւ Ադրբեջանում է այս տրամաբանության հետ առնչվող գործողություն չանելը, որովհետեւ չէ, բայց այդ եմ ասում, բայց մենք խաղաղության համաձայնագիր ենք, չէ՞ նախաստորագրե, որտեղ ասել ենք, որ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը։ Հիմա հարց է հնչում, Հայաստանի Հանրապետությունը այս իրոք ճանաչում է, հիմա ընտրություններից հետո առավել եւս ժողովուրդն էլ վերահաստատեց դա։ Այդ դրանից հետո հարց է ծագում, բայց ինչի է խորհրդանի դահլիճում Ղարաբաղի դրոշները դրած։ Էլի եմ ասում, հա? Իրանք ով։ Հարգելի գործընկերներ, ես չեմ վիճում ձեզ հետ։ Ես չեմ վիճում ձեզ հետ, որովհետև, այսինքն ժանրը դա չի։ Եթե պետքա բանավիճենք, բայց ես ձեզ ներկայացնում եմ հարցի կոնտեքստը։ Ձեր մնացած հարցերը արդեն դրանից բխող բանավեճի թեմաներ են, բայց ես առաջարկում եմ այսօր չմտնենք դրա մեջ։ Շնորհակալություն։ Հա, ԵԱՏՄ-ի հետ կապված ես այսօր կառավարության նիստում ձեր հարցին պատասխանեցի առանց ձեր հարցը լսելու։ ԵԱՏՄ-ն ինչ է։ ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Է չկա։ Չլինի։ Շնորհակալություն։ Իմիջայլոց ասեմ նաև, քանի որ տնտեսական այսօր հրապարակվեց տնտեսական մեր ցուցանիշները, մայիս ամսին մենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել եւ 8% հունվար մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն է։